Ողջույն։ Այս օրերին ԿՊ ներսում դարձյալ իրար են ուտում։ Այս անգամ 44-օրյա պատերազմի պատճառները, հետևանքները քննող հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ։ Այսպես կոչված քննիչ հանձնաժողովի նախագահը ուզում է լիագումար նիստերի օրակարգ մտցնել։ Ալեն Սիմոնյանն ասում է ոչ, փակ լսումներ կանենք։ Հիմա էլ պարզվում է ընդհանրապես որոշել են ոչ մի լսումով էլ չներկայացնել, ուղարկելու են արխիվ։ Նախ Անդրանիկ Քոչարյանը խախտել է բոլոր ժամկետները։ Հանձնաժողովը ձևավորվել է 22 թվականի ձմռանը։ Համաձայն օրենքի 23 թվականի օգոստոսին պետք է արդեն պատրաստ լիներ զեկույցը։ Հիմա ավարտին է մոտենում 2025 թվականը։ Ժամկետի խախտմանը առանձնապես սակայն չեմ ուզում կենտրոնանալ, որովհետև այնպես չէ, թե այդ զեկույցին սպասող կար, որ իրենք էլ մի բան էլ ուշացրել են։ Դա ձևական էր։ Զոհերի հարազատներին ժամանակավորապես լռեցնելու փորձ, թե սպասեք, բացահայտում ենք։ Բայց իրականում այստեղ են մարդկանց խաբում։ Խոստացել են պարզաբանել հանրությանը, մանրամասնորեն նշել, թե ինչու պարտվեցինք պատերազմում, ով էր մեղավոր, ով էր թերացել։ Իսկ հիմա ինչ են ասում, հաշված թվով մարդիկ կարող են ընդհանրապես ծանոթանալ զեկույցին։ Բայց սրանց դա չի խանգարի, որ ում ուզենան թիրախավորեն, այդ զեկույցից կտորներ ապարակեն, քրգործեր կազմեն, քաղաքական նպատակներով շահարկեն, բայց կրկնում եմ, կբացահայտեն բովանդակությունը թե ոչ, չունի որևէ արժեք։ Դրա նպատակը Նիկոլ Փաշինյանին արդար հանելն է։ Այդ զեկույցի կազմանը մասնակցել են միայն իշխանականները, ընդդիմությունը չի մասնակցել, նշելով, որ իշխանությունը, որը բերել է պատերազմ, պարտություն, չի կարող օբյեկտիվ քննել պատճառներն ու մեղավորներին։ Մեկ օրինակ։ Փորձագետների մեջ է համաշխարհային ստախոսի անուն ստացած արծրունը, որը 44 օր զգոնություն էր բթացնում, թե հաղթում ենք։ Փոխանակ նրան պատասխանատվության ենթարկեին, պարզեին իր կամքով էր ստում, թե գրում տալիս էին կարդում էր, նա որոշում է ով է արդար, ով մեղավոր։ Թե ինչու են երկիրը պատերազմից հետո էլ ավելի ծանր վիճակում դրել, հանձնել, այսօրին հասցրել, այս իշխանության օրոք չի բացահայտվելու։ Սա կարող էր բացահայտվել, եթե պատերազմում պարտությունից հետո ձեռնարկել էին Նիկոլ Փաշինյանին, Պաշտպանության նախարարին, Արտաքին գործերի նախարարին, Գենշտաբի պետին, Արցախի նախագահին եւ այլոց։ Նրանց ուղարկեին այն խցերը, որոնցում հիմա Սամվել Կարապետյանն է, սրբազաններն են, իրավապահ համակարգը չունենար կաշկանդվածություն ու կբացահայտեր։ Այլապես, որ ԿՊ-ն քննում է պատերազմի ու պարտության պատճառները, դա նույնն է, որ օրինակ Հիտլերը երկրորդ համաշխարհայինում պարտությունից հետո թույն չխմեր, հանձնաժողով կազմեր ու Գեբելսի ու մյուս հանցակիցների հետ փորձեր քննել, թե երրորդ ռեյխը ինչի տապալվեց։ Այս իշխանության հեռացումից հետո նաև սա կբացահայտվի։ Մեր աչքի առաջ է շատ բան եղել։ Շատերն են զոհվել, բայց շատերն էլ ողջ են, ու բացահայտումը կարծում եմ բարդ չէ։ Բայց այստեղ ուզում եմ մի հանգամանքի անդրադառնալ։ Հատկապես 2022 թվականից հետո շատ բաներ են բացահայտվել, որոնք պատերազմի ու հետևանքների դավադրության վրա լույս են սփռում, եւ որոնց այդ հանձնաժողովը հաստատապես չի անդրադարձել։ Ինձ ու շատերի համար գլխավոր հարցը հետևյալն է. ում օգտին է պատերազմի ժամանակ աշխատել Նիկոլ Փաշինյանը։ 3 տարի առաջ այսօրը հոկտեմբերի 6-ին մեկնեց Պրահա եւ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Ասաց. ես ճանաչեցի Արցախ-Ադրբեջանի կազմում, որ ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ալմաթի հռչակագրի բան օրինակ բերեց։ 2022 թվականին ասում էր. Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար Արցախը հայտարարում եմ Ադրբեջան։ Նույն մարդու, նույն հայտարարությունը հիմա էլ տեղափոխեք դրանից 2 տարի առաջ, 2020 թվական։ Պատերազմ է վարում նա, ով ուզում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, որ Հայաստանի սահմանները ճանաչի։ Հիմա նա, այդ մարդը, ում օգտինս ձեզ պատերազմ կվարեր։ 3 օրից հոկտեմբերի 9-ն է, այն օրը, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը առաջարկում է պատերազմը կանգնեցնել, Փաշինյանը մերժում է։ Շատերի մոտ է չէ հարց առաջացել, թե ինչու է մերժել։ Այդ հարցին պատասխանում է Փաշինյանն ինքը 2022 թվականին ասելով, որ Արցախը մերը չէր։
այս երկրի այսպես կոչված գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմ է վարել այն մտայնությամբ, որ Արցախը մերը չէր։ Մի քանի օր առաջ ասում էր. ինչ գործ ուներ հայկական զորքը Ադրբեջանի տարածքի վրա նկատի ունենալով Արցախը, օկուպանտ է համարում հայերին։ Այսինքն, երբ 2025 թվականի Փաշինյանի խոսքերը հետ ենք տանում 2020 թվական, որ կոչ էր անում կասկավերցնել գնալ Արցախը պաշտպանելու, գնում զոհվում էին, ում օգտին էր աշխատում նա այն ժամանակ։ Ասում է 2018-ից գիտեի, որ Արցախը հնարավորություն չուներ հայկական լինելու։ Նման ելույթ ունեցողը ինչ տրամաբանությամբ է բանակցությունը վարել Դուշանբեից սկսած։ Եթե ուզում եք պարտության պատճառները հասկանալ, զենքի քանակը, գեներալների, հրամանատարների որոշումները, առանց անգամ մեկ կրակոց արձակելու թշնամուն հանձնված միլիարդավոր դոլարների զենքերը, առանց կրակոցի հանձնված տարածքները սաղ դնում եք մի կողմի վրա, իսկ մյուս կողմի վրա Նիկոլ Փաշինյանի ելույթը, թե Արցախի հայաթափման օրը Հայաստանի Հանրապետության սուվերենության օրն է, ու շատ բան ընկնում է իր տեղը։ Էկրանի այս լուսանկարին նայեք։ Լուրջ մտածում եք, այս մարդիկ ամեն ինչ անում են, որ մենք հաղթենք։ Այսօր ինչեր է անում Փաշինյանը, որ նյարդայնացնում է ձեզ։ Ժողովուրդ ջան, ասում է Արարատը մերը չէր, ցեղասպանության ճանաչման հարցը մեր օրակարգում չկա։ Տավուշից, Վայոց ձորից պետք է հանձնենք եւ այլ մարզերից։ Օկուպացված տարածքները զենքով հետ բերելու խնդիր չենք դնում։ Սահմանադրությունը պետք է փոխենք։ Բանակը հաջորդ տարվանից քիչ կզինենք։ Այդ նույն մարդը ինչպիսի պատերազմ պիտի վարած լինի։ Եթե այդ մարդը այսօր լիարժեք թուրք-ադրբեջանական գծի մեջ է, բայց հարց իսկ 20 թվին որ գծի մեջ էր։ Ալիևն ասում է խաղաղության պայմանագիրը իմ պայմաններով է, իսկ պատերազմի վարումը իր պայմաններով չի եղել։ Վաշինգտոնում, որ հանձնեց այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, իսկ նոյեմբերի 9-ին ինչ էր հանձնել, նույն բանը չէր։ Կարճ ասած։ Երբ համադրում ենք Նիկոլի այսօրվա գործունեությունը 2020 թվականի գործունեությանը, պարզ է դառնում, թե այդ մարդը ինչպիսի պատերազմ վարած կլինի։ Արցախը մերը չէր ասողը 2020-ին կարող էր պայքարել Արցախի համար։ Ըստ ամենայնի, ոչ թե տեղի ունեցել Արցախի համար պայքար, այլ տեղի ունեցել Արցախի հանձնման հիմնավորում պատերազմով։ Այն խոսքը հենց այնպես չի ասում, հանձնել եմ զոհերով, որ ինձ չասեն դավաճան։ Այնպես որ չգիտեմ, դրանք ինչ են գրել այդ քննիչ հանձնաժողովի զեկույցում, բայց Նիկոլն ինքը վաղուց բացահայտել է պատերազմը, մեղավորներին, պարտության պատճառները, ու Նիկոլ Փաշինյանի ելույթ բացահայտումները լսելով շատ տրամաբանական է պարտությունը։